Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 1-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Դե տեսնում եք, որքան լարված է աշխարհը, տարածաշրջանը, Հնդկաստան, Պակիստան, թվում է թե մեզանից հեռու էր եւ պարբերաբար բախումների էին գնում, բայց հիմա այս աշխարհի այս անկառավարելի վիճակում, այս նոր աշխարհակարգի չձևավորված վիճակում, հինը գոյություն չունի, նորն էլ չկա եւ այս պարագայում իհարկե խիստ վտանգավոր է, թե ինչ զարգացումներ կլինեն։ Որովհետև նայում ենք ոնց որ թե չեն հանդարտվել, Իրանը մեղադրում է, որ Պակիստանից նորից կրակել են, Պակիստանը մեղադրում է, որ ներողություն Իրանն եմ ասում, Հնդկաստանը արդեն պատրաստվում է արձակվելու, բացի դրանից Հնդկաստանը փակում է Պակիստանի ջուրը, իսկ այդ ռեգիոնի համար պատկերացնում եք ջուրը ինչ կենսական նշանակություն ունի, փակում է օդը Պակիստանի համար, այսինքն լարվածությունը շարունակվում է եւ դրա հետ կապված նաեւ որոշ երկրներ պարզապես ցանկանում են հասկանալ, թե ինչ է կատարվելու եւ իրանք ինչպես դիրքավորվեն։ Դա է վերաբերում ամբողջ աշխարհին, բնական է նաեւ մեզ, որովհետեւ երկուսն էլ միջուկային տերություն են։ Նայում ենք Իրանի հետ կապված նոր լարվածություններ, Ուկրաինայի պատերազմի հետ կապված դեռ հանգուցալուծում չկա, այդ ֆոնին հիմա հասկանանք ինչա կատարվում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը Սպիտակ տան վարչակազմի նիստում քննարկել է Չինաստանի հարցը։ Գիտեմ, որ Չինաստանում այս պահին ամեն ինչ շատ վատ է ընթանում, ասել է Տրամպն իր նախարարներին։ Ես տեսա որոշ հաղորդագրություններ եւ ես չեմ ուզում, որ դա պատահի Չինաստանի հետ։ Ես իսկապես տխրեցի դա լսելով։ Տրամպը հավելել է, որ իրեն շատ է դուր գալիս Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը եւ նշել, որ երկու երկրները բանակցություններ են վարում։ Իհարկե մի անգամ էլ ինքը ասեց, որ Չինաստանի հետ բանակցություններ են վարում, Չինաստանից հերքեցի, որ նման բան չկա։ Բայց եւ երկրորդ անգամ է ասում, առայժմ դեռ հերքումը չեմ հանդիպել, որ Չինաստանը ասած լինի։ Եվ այդտեղ խնդիրը որն է, որ Դոնալդ Տրամպը կարդացել է, տխրել է, որ Չինաստանում ինչ որտեղ մարդիկ չեն կարողանում իրանց ապրանքը իրացնել, բայց եւ պետք է ինքը նաեւ նկատեր, որ եթե հետևում է Ամերիկայի զարգացումներին, ասում է, այս բոլորը կեղծիք է, եսի մեզ ինչ են գրում, ում պատվերն են գրում, բայց ինչ կարդում է Չինաստանում, հուզվում է դրանից, բայց խնդիրը նա է, թե այդ ապրանքները Չինաստանը չի կարողանում մատակարարել Ամերիկային, այդ ապրանքները դեֆիցիտը ով է լրացնելու, այդ գների բարձրացումը ով է կարգավորելու կամ փոխհատուցելու։ Նա միաժամանակ պնդել է, որ գործարանները փակվում են ամբողջ Չինաստանում, քանի որ ԱՄՆ-ում չեն ընդունում իրենց արտադրանքը։ Մենք չենք ուզում նրանց արտադրանքը, եթե նրանք մտադիր չեն մեզ հետ ազնիվ լինել։ Դա ներառում է մտավոր սեփականությունը եւ այլ բաներ, հավելել է ԱՄՆ նախագահը։ Իհարկե դա այդքան էլ այդպես չի, որովհետեւ այդ կուսն էլ տուժում են դրանից, բայց ավելի շատ տուժում է Միացյալ Նահանգները։ Եվ հիմա Դոնալդ Տրամպը պարբերաբար փորձում է ինչ-որ ակնարկներ անել, ինչ-որ բաներից խոսել, հիմա էլ շատ հավանում է Սի Ցզինպինին, որ գոնե գնա բանակցությունների, բայց առայժմ չի ստացվում, որտեղ սպասում են, որ զիջելու է Ամերիկան, որտեղ սկսել է Ամերիկան, ակնհայտորեն։ Հետ չէինք ցանկանա, որ Ամերիկան նման քայլի գնա, հետո ստիպված լինի զիջել, բայց արդեն ինքը պետք է լուծումներ գտնի, որևէ բան անել հնարավոր չի։ Ի վերջո ինչ ուզում ալի, Չինաստանը ավելի կազմակերպված երկիր է, հենց ավտորիտար ռեժիմով։ Նա կարող է, ասենք, ձգի իր բիզնեսմեններին, ասի խելոք մնացեք, կռվի մեջ ենք։ Բայց այդ խնդիրը միանգամայն այլ է Միացյալ Նահանգներում կամած այդ դժգոհություններն ավելանում են, մարդիկ ասում են, սա ինչի համար է արվում, ոնց որ թե պետք է մեր կյանքը լավանար, ոնց որ թե պետք է գնաճի դեմ պայքարել, ոնց որ թե պետք է մեր եկամուտներն ավելանար, ինչի համար ենք մենք հիմա տուժում, որ հետո լավ է ալնելու, բայց հետոն էլ չենք տեսնում, որովհետև չենք տեսնում այդ խնայողությունն ինչքան է, չենք տեսնում տնտեսական անկումը ինչքան է, աճը երբ է ալնելու, ինչից հետո է ալնելու, այսինքն դրա համար դա է պատճառը, որ ասել, որ չինացիները շատ վատ վիճակում են, դա պարզապես իրականությունից բավական հեռու է։ Տրամպի վարչակազմը կոնգրեսին տեղեկացրել է ուղղակի վաճառքի միջոցով 50 միլիոն կամ ավելի արժողությամբ պաշտպանական նշանակության արտադրանքն Ուկրաինա արտահանելուն կանաչ լույս տալու մտադրության մասին։ Սա Տրամպի նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում առաջին նմանատիպ որոշումն է այն բանից հետո, երբ վարչակազմը սառեցրել էր Ուկրաինայի ռազմական օգնությունը։ Տրամպը հայտարարել է, որ իր վարչակազմի առաջնահերթությունն է դիվանագիտական ճանապարհով ավարտել պատերազմը, այլ ոչ թե երկարատև ռազմական աջակցությամբ։
ուղղությամբ։ Այս քայլը համընկնում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարության հետ, ըստ որի Կիևը պատրաստվում է գնել 30-ից 50 միլիարդ դոլար արժողությամբ հակաօդային պաշտպանության համակարգեր եւ զենք ԱՄՆ-ից որպես ապագա անվտանգության երաշխիքներ։ Իհարկե սա նաեւ պայմանավորված է նրանով, որ որոշակի հարցերում համաձայնության են եկել Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան։ Դա էլ հասկանանք, որ գնահատենք իրավիճակը։ Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հայտարարել է. Ուկրաինան եւ ԱՄՆ-ն ստորագրել են հանքանյութերի համաձայնագիրը, որը նախատեսում է համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծել Ուկրաինայում։ Սվիրիդենկոյի խոսքով փաստաթուղթը կարող է երկու երկրների համար ապահովել հաջողություն։ ԱՄՆ-ի կողմից փաստաթուղթը ստորագրել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։ Իհարկե շտապեց Դոնալդ Տրամպը ասել, որ տեսակ 350 միլիարդ փող էինք տվել եւ դրանից ավելի շատ վերցրեցինք, այսինքն կարևորը մեր փողը հետ ստանանք, պատերազմի մեջ ներքաշված պետություն, մինչեւ մեր փողը մի բան ավել չտաս, մենք քեզ զենք չենք տա։ Չնայած Ուկրաինան համաձայնվում է նրան, որպեսզի գոնե կարողանա պատերազմը շարունակել, իր ամբողջ նպատակը դա է, ինչպիսի զիջումներ էլ գնա, որ գոնե պատերազմը կամ դադարի կամ գոնե ինքը զինվի, այս օգտակար հանածոների հետ կապված պայմանավորվածությամբ կարող է պատերազմը շարունակի։ Բայց անընդհատ խոսել փողից, այդ տեսեք ժողովուրդ փաստաթղթի մեջ երևում է, որ նախ ոչ թե 350 միլիարդ, այլ 100 միլիարդ, հետո դա նվիրատվություն է, որը չի ներառված պարտքի մեջ, եւ մեկ է նորից այդ թիվը կրկնելու իմաստը որն է, էլի, որևէ մեկը աշխարհում հավատում է, որ այդ թիվը այդքան է, չգիտեմ։ Բայց տեսեք, նույնիսկ այս պարագայում, նույնիսկ այնպես, որ Ուկրաինայի համար թվում է, թե այս պայմանագիրը այդքան էլ հաջող չէր, որովհետեւ բավական երկար բանակցում են, ամեն դեպքում սա Ռուսաստանին դուր չի գալու։ Ռուսաստանին դուր չի գալու, որովհետեւ նրանք մտածում են, ցանկացած պարագայում Ամերիկան Ուկրաինայի հետ համաձայնության եկավ, Ռուսաստանը խնդիր է ունենալու։ Որտեղ միակ տարբերակը, որ Ռուսաստանը ցանկանում է պատերազմը դադարեցվի, այդ Ամերիկան ճնշի Ուկրաինայի վրա, որտեղ սովորական պայմաններում Ուկրաինան չի հրաժարվում պատերազմը շարունակելուց։ Եվրոպան պատրաստ է Ուկրաինային օգնել։ Ուկրաինան իր ռազմական արդյունաբերությունը զարգացնում է։ Տեսնում ենք, որ բավական արդյունավետ ձևով հարվածներ է հասցնում։ Այսինքն Ռուսաստանը հասկանում է, որ այդտեղ ինքը շահելու հնարավորություն չունի։ Ինքը միակ բանը նա է, որ Ամերիկան ճնշի Ուկրաինայի վրա։ Բայց դրա համար հիմա դժգոհ է նույնիսկ այս պայմանագրից։ Տեսեք ինչ ձևով է արտահայտվում Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը վերջնականապես քամել է ուկրաինական իշխանություններին։ Տրամպը ստիպեց Կիևյան ռեժիմին վճարել ամերիկյան օգնության համար օգտակար հանածոներով։ Այժմ զինամթերքի մատակարարման դիմաց ստիպված կլինեն վճարել մի երկրի ազգային հարստություններով, որը կանգնած է վերացման շեմին, գրել է Մեդվեդևը։ Այդ ոնց է վերացման շեմին կանգնած։ Վերացման շեմին կանգնած էր ու խնդրում է Ամերիկային, որ օգնի, որ պատերազմը դադարեցնեն։ Բան չի չէ իրենց 3 տարուց ավել գրավում այդ վերացման շեմին կանգնած երկիրը, որ հույսը տնկել է, որ կորեացիները գան քեզ օգնեն, հյուսիս կորեացիները, որ քու երկրի տարածքը ազատես։ Էն էլ այնպես չի, որ ազատեցի, որ ամեն ինչ նորմալ է։ Ցանկացած բայի կարա Ուկրաինան ճեղքում ունենա, որևէ խնդիր, որովհետև գիտի, որ թույլ տեղեր կա, կարա հետախուզությունը ստուգի թույլ տեղ գտնի նորից անի, այսինքն որևէ ձևով հարց չի լուծվի։ Բայց տեսեք նույնիսկ այս հարցի հետ կապված, եթե դուք այդքան ուրախ եք, որ Ամերիկան բանակցության ճանապարհով հարցը լուծի, բան չեք սենց հուզված։ Ամերիկան թալանում է Ուկրաինային, այդ ձեզի ենթադրենք Ամերիկան Ուկրաինային թալան, դուք ուրախ չեք, որ Ամերիկան Ուկրաինային թալանի պատերազմն է կանգնացնի։ Չնայած որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը այս պայմանավորվածություններից հետո նաև ինչ ասեց, որ մենք ստացել ենք առաջարկություն Ուկրաինայից պատերազմը դադարեցնելու, ստացել ենք առաջարկություն Ռուսաստանից պատերազմը դադարեցնելու։ Տեսակետները բավական հեռու են իրարից։ 100 օրում մեզ հաջողվեց հասնել դրան առաջարկություններ ստանալ, մի 100 օր էլ պետք է, որ այդ տեսակետները իրար մոտեցնել։ Այսինքն նույնիսկ սա ցույց է տալիս, որ իրանք վստահ չեն, որ շատ արագ կարող են պատերազմը դադարեցնել, եթե խոսում են մի 100 օրվա մեջ տեսակետները մոտեցնելու մասին։ Այնպես որ նրանք ովքեր շտապ հանգուցալուծում են սպասում, տեսնում են, որ դա այդպես չի։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելեգը հայտարարել է, Միացյալ Նահանգները պատրաստ է մասամբ համաձայնվել Ռուսաստանի տարածքային պահանջներին որպես ուկրաինական հակամարտության կարգավորման մաս։ Քելեգը հերքել է ենթադրությունը, որ ԱՄՆ-ն այժմ դուրս է գալիս Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններից, ասելով, որ ինքը չի հավատում դրան։ Եվ ուշադրություն պետք է դարձնել նրան, որ այո, Ուկրաինան չի ճանաչում այդ տարածքները ռուսական, բայց եւ միևնույն ժամանակ պատերազմը դադարեցնելու համար ընդունում է իրողությունը։
Բայց նույնիսկ այդ պարագայում Ամերիկայի Միացյալ Նահանգները խոսում էր ընդամենը Ղրիմի մասին, բայց այն 4 բարձերի հետ կապված Ռուսաստանն էլ պնդում է, որ ես դրանից դուրս չեմ գալու։ Այսինքն այդ բանակցությունների հարցը դրա համար շատ հեռու է։ Ամերիկան կարողանում է այս պայմանագիրը կնքելուց հետո ճնշի Ռուսաստանի վրա, որ նրանք զորքերը հետ քաշեն Դոնեցկից, Լուգանսկից, Խերսոնի մարզից եւ Զապորոժիայի մարզից։ Եթե դա չի անում, ինչ է ստացվում։ Այն ինչ որ Ռուսաստանը վերցրել է մնաց իրան, բայց միևնույն ժամանակ Ամերիկան չի բացառում, որ նորմալ նաև զենք կտրամադրի ոչ միայն 50 միլիոնի մասին, Ուկրաինային, եթե պատերազմը շարունակվի։ Բայց իհարկե մի հետաքրքիր բանի մասին կարդանք, որովհետև Լև 60 դահլիճ առաջ ելույթ ունեցավ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ ԽՍՀՄ հայերենական մեծ պատերազմի ժամանակ կարող էր հարցերը լուծել նաև առանց Լենդ-լիզի շրջանակներում օգնության, դե հասկանալ Լենդ-լիզը Միացյալ Նահանգների ծրագիրն է, բայց Ռուսաստանը պետք է երախտապարտ լինի դաշնակիցներին։ Լուրջ, ժողովուրդ, այս ինչեր ենք լսում։ Ես ճիշտ ասած չհավատացի։ Մի հատ կարդացի ռուսերեն, ասի մի հատ կարող է լավ չեմ հասկացել։ Մի հատ տեսանյութը նայեցի, ասում էլի լավ չեմ հասկացել։ Բա մեզ ճղում էիք, որ ասում էիք ժողովուրդ Ամերիկայի օգնությունը ինչի՞ չեք գնահատում։ Այս Պեսկովն է ասում։ Լենդ-լիզով ԽՍՀՄ պատերազմի տարիներին ստացել է ամերիկյան մեքենաներ, ինքնաթիռներ, տանկեր ու այլ պարագաներ։ Գումարային ԽՍՀՄ-ին ցուցաբերվել է 11 միլիարդ ԱՄՆ դոլար օգնություն։ Դե 41 թվի մասին է խոսքը։ Որը այսօրվա հաշվարկով կազմում է 200 միլիարդ։ Այսինքն Պեսկովը հայտարարում է, որ 200 միլիարդ դոլարի Ամերիկան օգնություն է տվել Խորհրդային Միությանը 41 թվի որոշումով։ Ինչքան ուզում ասի առանց դրա էլ կհաղթեիք, հավատացնում եմ առանց դրա դուք չէիք հաղթի։ Դուք առանց դրա հաղթեիք, սենց ելույթ չէիք ունենա։ Պեսկովը նշել է, որ դաշնակիցները օգնեցին ԽՍՀՄ-ին կարիքի ժամանակ։ Եվ ռուսական կողմը պետք է ըստ արժանավույն գնահատի դա եւ չմոռանա։ Ժողովուրդ ջան, բաց մեկ նացիստ են, ֆաշիստ են, ուզում են Խորհրդային Միությունը վերացնեն, ուզում են հիմա Ռուսաստանը վերացնեն, ոնց որ Խորհրդային Միությունն են ուզում։ Էս ինչ է պատահել։ Պեսկովն ավելացրել է, որ Ռուսաստանը որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդ ամբողջությամբ վճարել է Լենդ-լիզի համար։ 2006 թվականին եղել է վերջին վճարումը։ Պատկերացնեք 2006 թվականին ընդամենը վերջերս, ժողովուրդ ջան։ 41 թվից վերցրած Լենդ-լիզի պայմանագրով, դե ինչ որ ծախսել են, ինչ որ օգտագործել են, ինչ որ մի բան պետք է հետ տային, ինչը արդեն վերացել է, դրա փողը պետք է տային, բայց 2006 թվականի նոր վերջնական այդ գումարը փակել են։ Այսինքն ի վիճակի չեք եղել անգամ այդ գումարը ավելի արագ տայիք, նույնիսկ սառը պատերազմի ժամանակ, նույնիսկ լարվածության ժամանակ, որ ասեք մեզ պետք չի քո փողը տալիս են, չէիք կարող նույնիսկ տայիք։ Աֆրիկյան երկրների պարտքերն էիք փակում։ Բայց եւ այսօր մի հատ տեսնում եք ինչ է կատարվում։ Այդ որ այս մասին ես ասում եմ, այդ նորմալ է, ասում եք ժողովուրդ ջան, այդ պատերազմում իրականում դուք պատկերացնում եք Ամերիկան ինչքան է օգնել։ Ամերիկան չօգներ Խորհրդային Միությունը չէր հաղթի։ Գրամ կարող եք նայել ցանկացած պատերազմի թատերաբեմ, որտեղ իրանք իրանց վրա հարված վերցրեցին, որպեսզի արևելյան ֆրոնտի վրա թուլացնեն։ Անգլո-ամերիկյան զորքերը, մինչև Նորմանդիա հասնել, Նորմանդիան 44 թվականի հունիսի 6-ն էր, բա մինչև Նորմանդիա, որտեղ ասեք կռվում էին։ Ցանկացած կռիվ, ցանկացած տեղ, ծովում լինի, ցամաքում լինի, Աֆրիկայում լինի, որտեղ ուզում ալնի, դրանով թուլացնում էին արևելյան ֆրոնտի գիծը, որ Գերմանիան ստիպված ելնում տարբեր տեղեր զորքեր կուտակեր եւ չէր կարողանում հնարավոր հաջողություններ ունենալ։ Լադազորքերն ենք ասում, բայց այդքան ամեն ինչ տված է։ Եվ եթե այսօր դուք պատկերացնում եք Ռուսաստանում նման կարծիք է հնչում եւ նստած դահլիճում նստածները, որոնք հենց գիտեն իրանք են երկրորդ համաշխարհային պատերազմը հաղթել։ Բա ասում եք եկեք Մոսկվա տոնենք համաշխարհային պատերազմը, նոր հասկացաք, որ առանց ձեր դաշնակիցների դուք այդ պատերազմը հաղթողը չեք։ Ճղում ենք մեզ, ասում ենք Ուկրաինային եք համարում նացիստ ու ֆաշիստ։ Ուկրաինան ամբողջ կռիվն իր վրա է, վեցի ամբողջ տարածքը օկուպացրել են։ Ուկրաինան ՄԱԿ-ի անդամադառ է հենց դրա համար հիտլերյան կոալիցիայի անդամ, հիմնադիր անդամադառ է, ֆաշիստ է, նացիստ է։ Այնպես որ ժողովուրդ ջան, սա
հասկացեք, որ նույնիսկ եթե սա ասում են, էլի դրա տակ մի բան կա, էլի փորձելու են սա օգտագործել, բա տեսակ մենք ձեր արածը գնահատեցինք, գիտենք ձեր գնահատելը ոնց է ալնում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Միացյալ Նահանգները պատժամիջոց, մեկ է սա ասեմ Իրանի հետ կապված նոր լարվածությունն է, որը մեզ իհարկե բավական մտահոգում է, ինչի, որովհետև ցանկացած բայի իրավիճակ կարող է փոխվել, հասկանանք ինչա կատարվում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել 7 կազմակերպությունների նկատմամբ, որոնք մեղադրվում են իրանական նավթի և նավթաքիմիական ապրանքների առևտրի մեջ։ Բացի այդ երկու նավ ճանաչվել են որպես արգելափակված սեփականություն։ Նախագահը մտադիր է առավելագույն ճնշման արշավի շրջանակներում Իրանից նավթի և նավթաքիմիական արտադրանքի անօրինական արտահանումը, այդ թվում Չինաստան, զրոյի հասցնել, ասել է Ռուբիոն։ Բացի այդ, պետդեպարտամենտը հայտարարել է բեռնափոխադրումների կառավարող մեկ ընկերության դեմ սահմանափակումների մասին։ Այդ ընկերությունը մեղադրում է Իրանից հումքի էներգիայի մատակարարման շղթայում առանցքային դեր խաղալու մեջ։ Ռուբիոն վստահեցրել է, որ քանի դեռ Թեհրանը շարունակում է եկամուտներ ստանալ նավթի վաճառքից, ապա կայունացնող և ահաբեկչական գործողություններ ֆինանսավորելու համար Միացյալ Նահանգները չի դադարեցնի քայլեր ձեռնարկել ինչպես Իրանի, այնպես էլ պատժամիջոցներից խուսափող նրա գործընկերների դեմ։ Ինչու ասա նաև մեզ առանձնահատուկ հետաքրքրում շատ ենք խոսել նրա մասին, Իրանը եթե ներքաշվի պատերազմի մեջ երևի ամենաշատ տուժողը մենք կլինենք։ Թվում է թե մեր հետ չի կռվի, մենք ընչի պիտի տուժողը լինենք։ Հազար ու մի հարցերով դա կարող է մեզ հետ առնչվի։ Եվ առավել ևս տեսնում ենք, որ Նեթանյահուն 5 օրով որ գնում է Ադրբեջանի չի համար, լացուկոցը դրած Ադրբեջան գնա, այնտեղ խոսա պլազդարմ սարքեն Իրանին հարվածելու համար, Ամերիկային համոզի, որ բերեք հարվածենք, ինքը ուշնումիտ կնայա, որ հիմա հարվածի, վախենում է Ամերիկան պայմանագիր կնքի, Ուրանը չհանեն երկրից, ընդհանրապես այս վիճակով սառեցնեն, բայց հաշված օրերի կամ ամիսների ընթացքում առավելագույնը կարողանա նորից միջուկային իսկ որ ստացավ այդ ռումբում վրայակցելու Ամերիկայի վրա չի գցելու։ Այդ իսկ պատճառով հիմա Իսրայելը իրան ճղում է, որ ամեն ինչ անի, որ Ամերիկայում իրավիճակը լարի, որպեսի գոնե այդ հարվածը հասցնեն։ Այնպես չի, որ ինքը հարվածից չի վախենում, բայց մտածում է հետո որ ժամանակ անցավ տրապն է փոխվեց, կարող է ավելի մեծ կործանարար հարված ստանա, ասում ավելի լավ է հիմա այդ խնդիրը լուծեն։ Հիմա դրա համար տեսնենք շարունակությունը։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը նախազգուշացրել է Իրանին, որ Հութի շարժման աջակցության շարունակման դեպքում Թեհրանը կկրի հետևանքներ։ Այն որ բանին Հութիներին օգնում էին Եմենում, Իրանը դա նորություն չի, դա գիտենք, բայց որ այսօր տենց ակնհայտ ձևով Իրանը կօգնի, մի քիչ կասկածում եմ, ուրիշ փաստեր չունեմ, չեմ ուզում կասկածեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախուզական տվյալների վրա, բայց այսօր շատ վտանգավոր կլներ, որ Իրանը Հութիներին օգներ։ Այն Իրանը, որ տենց հեշտությամբ Սիրիայից հրաժարվեց, մենակ թե լարվածության չգնա։ Այն Իրանը, որ տեսանք ինչ կատարվեց Լիբանանում Հեզբոլլայի հետ կապված, Համասի հետ կապված սեկտոր Գազայում եւ այլ եւ այլ։ Ակնհայտորեն գիտենք, որ օգնում էր, բայց այսօր ավելի շատ սա մեղադրանքի նման է։ Շարունակությունը նայենք։ Նախազգուշացումը հնչեցում է այն փուլում, երբ Վաշինգտոնը վերսկսել է Իրանի հետ անուղղակի բանակցությունները միջուկային ծրագրի սահմանափակման եւ պատժամիջոցների մեղման շուրջ։ Ուղերձ Իրանին մենք տեսնում ենք ձեր մահաբեր աջակցությունը հութիներին։ Մենք հստակ գիտենք ինչ եք անում։ Դուք շատ լավ գիտեք, թե ինչի է ընդունակ ԱՄՆ զինված ուժերը։ Դուք նախազգուշացվել եք, դուք կկրեք դրա հետևանքները։ Այն ժամանակ եւ վայրում, որ մենք կընտրենք, գրել է Հեքսեթը։ Հիմա դա ակնհայտ սպառնալիք է, որ խփելու ենք։ Դե հիմա էլ սպասում ենք տնանք Իրանը ինչ է ասելու։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայել Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի եւ մի շարք այլ երկրների ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցները Իրանի հետ համագործակցության պատրվակով։ Իհարկե ձևակերպումները նայեք, սա խոսնակն է ասում, խոսնակն ով է, որ ինքը իր անունից ասի, սա պաշտոնական տեսակետն է Իրանի Ամերիկային հասցեագրված։ Անդրադառնալով Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական, անօրինական եւ անմարդկային քաղաքականության շարունակությանը Բաղային Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցները համարել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների եւ կանոնների, այդ թվում մարդու իրավունքների չափանիշների խախտում, ասելով, որ վերջին օրերին տարբեր պատրվակներով իրանցի եւ ոչ իրանցի անհատների ու ընկերությունների դեմ հայտարարված պատժամիջոցները հստակ նշան են ԱՄՆ քաղաքականության մշակողների կողմից օրենքը խախտելու
եւ այդ երկրների իրավունքներն ու շահերը խախտելու համառությամբ, ինչպես նաև զարգացող երկրների միջև բարեկամական եւ իրավական հարաբերությունները տնտեսական ահաբեկչության միջոցով խաթարելու նրանց ջանքերի։ Այս պատժամիջոցները, որոնք մշակվել են Իրանի ժողովրդի վրա, առավելագույն ճնշման, ցախողված եւ հանցավոր քաղաքականությանը համապատասխան եւս մեկ անգամ ցույց է տալի ԱՄՆ որոշում կայացնողների հակասական մոտեցումները եւ դիվանագիտության ուղին ընտրելու նրանց բարի կամքի ու լրջության բացակայությունը։ Տեսնում եք այս գնահատականները, որը տրվում է, ընդգծելով, որ Միացյալ Նահանգները պետք է պատասխանատվություն կրի Իրանի նկատմամբ ԱՄՆ պաշտոնյաների հակասական վարքագծի եւ սադրիչ հայտարարությունների հետևանքով առաջացած հետևանքների համար։ Իդեպ անմիջապես դրանից հետո Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև շաբաթ օրը, այսինքն մայիսի 3-ին նախատեսված անուղղակի բանակցությունների 4-րդ փուլի հետաձգման մասին, որը նախատեսված է անցկացնել Հռոմում։ Այսինքն հիշում եք, երեկ էլ խոսեցինք, որ արտաքին գործերի նախարարը առաջին ասել էր, որ ցանկանում է եռյակի հետ եվրոպական հանդիպի, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, անգամ հանդիպի Հռոմի հանդիպումից առաջ, թեկուզ մի օր շուտ, որտեղ շատ կարևոր բաներ պայմանավորվեն, որտեղ ցանկանում էր հասնել նրան, որ Միացյալ Նահանգներից տարանջատի եվրոպական այդ հզոր պետություններին, որ եվրոպացիները առայժմ դրան չեն գնում, Ամերիկայի քաղաքականությանը դեմ չեն գնում, սեպարատ պայմանավորվածությունների չեն գնում։ Բայց միևնույն ժամանակ հիմա ամենայն հավանականությամբ դա էլ կհետաձգվի, որովհետև դա նախատեսում էր Իրանը անցկացներ հանդիպում ունենալ հետո Ամերիկայի հետ։ Բայց ինչպես տեսնում եք, մի օրվա ընթացքում կարող է լարվածություն առաջանա եւ այս պարագայում մենք էլ պետք է շատ զգոնել ենք, ի վերջո տեսեք ինչ է ստացվում։ Հայաստանի իշխանությունները, որոնք որ չեն կողմնորոշում ինչա կատարել, մա շատ երկրներ չեն կողմնորոշում, դա չի հարցը։ Բայց ամեն մեկը փորձում է իր դիրքերը ամրացնի։ Իսկ Հայաստանի պարագայում մտածում են զիջենք մենակ նորմալ լինի։ Ադրբեջանին ասենք ինչ ես ուզում, քեզ զիջենք։ Թուրքիային ասենք ինչ ես ուզում։ Իրանին ասենք մենք քո հետ ինչ խնդիր ունենք, ասա ինչ անենք քո համար։ Ռուսաստանին զիջենք։ Մենակ զիջենք, մենակ խնդրեմ չլինի, բայց մի հատ չեն մտածում։ Այս խառը իրավիճակում դուք գիտեք ինչ է կատարվելու։ Ամերիկան Ռուսաստանի հետ պայմանավորվել է Իրանի հարցում, ներողություն, Ուկրաինայի հարցում գան համաձայնության, Ռուսաստանն էլ ասում է դե լավ, ես զիջում եմ պայմանով, որ Հարավային Կովկասը տալիս է ինձ ազդեցության գոտի։ Վրաստանն էլ ոնց որ թեքվել է դեպի մեզ, գալի մտնում եմ, Հայաստանն է վերցնում եմ, Ամերիկան էլ համաձայնվում է։ Պատկերացնեք մեր վիճակը ինչ կլինի։ Մյուսը, Ամերիկան ասում է գիտես ինչ, Ուկրաինայի հետ եկանք համաձայնության, Կովկասի հետ գործ չունես, սա էլ ուրիշ տարբերակ է, բայց մենք արդեն Ռուսաստանին զիջել ենք առանց իմանալու ինչա կատարվում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի Ադրբեջանի կարիքը, որ ուզում է Իրանին խփի, այդ դեպքում Հայաստանը ասում է լավ շուտ Ադրբեջանի զիջեմ, հանկարծ խնդրեմ չունենա։ Ամերիկան որոշում է Իրանին չխփի եւ պայմանավորվի։ Այդ դեպքում Ադրբեջանի հետ կապված որևէ խնդիր չունի։ Բա դու ինչ ես Ադրբեջանին զիջե։ Այսինքն դու չգիտես տարածաշրջանում ինչ կլինի։ Ամերիկան Սիրիայի հետ կապված ժեստեր է անում Թուրքիային, Թուրքիան ակտիվ ձևով աշխատում է Ամերիկայի հետ, Եվրոպայի հետ, Ռուսաստանի հետ։ Եվ այս պարագայում, երբ որ ցանկացած ամեն օր կարող է իրավիճակ փոխվի, ցանկացած պարագայում կարող է նստեն բանակցության ու որոշեն այս ազդեցությունը քեզ են քեզ։ Այն դեպքում, երբ որ խոսքը գնում էր ուժեղների մեջ բաժանելու մասին, այն դեպքում, երբ որ դա չի էլ ստացվում։ Լասա այս պայմանավորվածություններն ենք ասում, բայց ով ասել, որ Ամերիկան ու Ռուսաստանը արդեն պայմանավորվել են ու այդ ամեն ինչը արդեն դեր են աշխարհն իրար մեջ բաժանում։ Ինչպես տեսնում եք, դա հաստատ այդպես չի։ Բայց այս պարագայում ասել շուտ զիջենք, քանի որ մեկին զիջեց, եթե դու ոչ մի խաղակարդ ձեռը չես թողում, բոլոր տեղերը փոխանակ ասենք, բոլորի հետ բանակցելով ազդեցություն ձեռք բերես, տես, հա, եթե այս բանը այսպես չլի, մյուսի հետ կաշխատենք։ Հիմա ասում ես, լավ, քո ասածնա, բայց չգիտես դրանցից ով է իրավիճակի մեջ ավելի լավ դիրքեր ունենալու այդ բանակցությունների ժամանակ։ Ամեն մեկը ասում է Հայաստանը հեչ, այդ մերն ու վերջ, ոնց կարելի է տենց լինի։ Իսկ տեսնում եք, ամեն օր իրավիճակը փոխվում։ ԱՄՆ նախկին փոխնախագահ եւ նախագահի տեխնացու Քամալա Հարիսը հայտարարել է, որ ամերիկացիները պետք է միավորվեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի դիմակայելու համար։ Պաշտոնը թողնելուց հետո իր ամենամեծ ելույթում Հարիսը ամերիկացիներին կոչ է արել միավորվել եւ ազատորեն արտահայտել իրենց դիրքորոշումը։ Նա Տրամփի վարչակազմի տնտեսական քաղաքականությունն անվանել է ժամանակակից նախագահական պատմության մեջ ամենամեծ մարդածին տնտեսական ճգնաժամը։ Իհարկե, այն ինչ որ ասում է ինքը քննադատում է դրա մեջ շատ
հասկանալի խելամիտ բաներ կա, բայց պետք է մտածել մի բան։ Նախորդ իշխանության ժամանակ ինքը ելնելով փոխնախագահ, այս փոխնախագահը Ամերիկայի Միացյալ Նահանգներում շատ մեծ լիազորություններ չունի։ Եվ այդ պարագայում, եթե ինքը նախկին քաղաքականությունը շարունակելու դիրքից հանդես եկավ, այլ ոչ թե որակապես այլ խնդիր լուծելու, առավել ևս, երբ որ Բայդենը հրաժարվեց եւ ինքը փաստի առաջ կանգնած առաջադրվեց, կուսակցությունը Իրանի սկզբանե չէր առաջադրել, կարող չառաջադրել էր, եթե սովորական պայմաններում մլներ։ Եվ այդ էքստրեմալ պայմաններում մլնելու դեպքում ինքը պետք է նաեւ կարողանար ցույց տալ, որ ինքը գալու այլ քաղաքականություն վարի, շատ ավելի լուրջ հարցեր դնի այդ ուղղությամբ, որպեսզի մարդիկ, որոնք դժգոհ էին դեմոկրատների իշխանությունից, ավտոմատ կերպով Քամալա Հարիսին դրա ջջնջեին, այսպես ասած։ Բայց հիմա խնդիրը որն է, լավ, պարտվել ես, հասկացար, որ դեմոկրատների սխալների պատճառով ա եղել։ Հիմա, երբ որ սեփական սխալները ընդունելու նաև ժամանակն է, որ այո, այս հարցերը մենք պատշաճ ուշադրություն չենք դարձրել, չենք անել, չենք արել, ժողովուրդ ջան, ներող կլնեք, որ տենց ա եղել, բայց ամեն դեպքում, թեպետ ասենք, ես եղել եմ փոխնախագահ, ամբողջական լիազորը, բայց թիմի անդամ եմ եղել, պատասխանատվությունը կիսում եմ ու կարծում եմ, որ բայց հիմա էլ մյուս ծայրահեղությունն է, այս սխալներն անում են, դուք դժգոհ ելնելով մեզանից ավելի վատ ընտրություն կատարեցիք, բայց պետք է այդ սխալներն ընդունել, որովհետև մարդիկ ասում են, մենք այս հարցերում ձեզանից զզված էինք, ձեզանից դժգոհ էինք, այդ դրա համար գնացինք իրան ընտրեցինք։ Բայց հիմա ցույց տվեք, որ դու այդ ինչի մասին խոսում ես, դու այդ ամբողջը պատկերացնում ես, որ այսօրվա դեմոկրատական կուսակցությունը ընտրություններից առաջվա դեմոկրատական կուսակցությունը չէ, այլապես համոզիչ չի լինի իր խոսքը։ Կարծում եմ, որ եթե ինքը արդեն sense ակտիվ ձևով հանդես եկել է, մինչև իրանց սեփական սխալները, նույնիսկ թիմի արած սխալները իր վրա չընդունի, նորմալ ձևով արժանապատվորեն իր վրա էլ վերցնի, ինքը համոզիչ չի լինելու հասարակության համար, նույնիսկ եթե ճիշտ բաներ է ասում։ Այո, եթե կարողանա իսկապես ճիշտ բաներ ներկայացնելու հետ նաև ցույց տա, թե ինչ հարցերում են իրանք թերացել, որը պետք է պարտադիր շտկել, այսօր դնել ընտրությունները, չէ, 2026 թվականն է, սարերի հետևում չի։ Եվ այդ պարագայում դերակատարություն եք ունենալու։ Դե եթե ունենալու եք հիմիկվանից ձեր սխալները ընդունելով, որ մարդիկ հասկանան, որ դուք առաջվանը չեք, ոնց պետք է հասկանան, եթե այդ մասին չասեք։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարում Վոլգոգրադին Ստալինգրադ անունը վերադարձնելը, եթե այդպես որոշեն բնակիչները, մեծամասնությունը։ Անհրաժեշտ է պարզել քաղաքի բնակիչների մեծամասնության կարծիքը։ Ես կմտածեմ այդ մասին, լավ ասել է Պուտինը։ Ռուսաստանի ղեկավարը նշել է նաև, որ եվրոպական շատ երկրներում Ստալինգրադ անունով հրապարակներն ու պողոտաները այդպես էլ չեն վերանայվել։ Ինչ է ստացվում, մենք հիմա նայենք, թվում է թե ինչ մի վատ բան է ասում, որ աշխարհը գիտի Ստալինգրադյան ճակատամարտը, այդպես գիտի հերոս քաղաք, մեկ էլ անունը ինչա Վոլգոգրադ։ Դրանք Ստալինգրադը ինչ կապ ունի, Ստալինի անունը դրել եք, հասկացանք, բայց Ստալինի ժամանակը այդ քաղաքի հետ հաջողությունները ունեցել, հիմա եւ իհարկե դա հակասական բաներ է առաջացնում, ինչա Ստալինին կարոտեցիք եւ այլ, հասկանանք ինչն է, այստեղ իրացիոնալ։ Նախ այդ քաղաքի անունը ինչի դառա Ստալինգրադ, որ այդից լավ սկսենք։ 1924 թվականին Լենինը մեռավ։ Անմիջապես չհասցրեցին իսկի հողը դնեն, Լենինի անունով դարձրին Լենինգրադ։ 1924 թվականի հունվարի 21-ին մեռելա, հունվարի 26-ին որոշումը կայացրեցին, դարձրին Լենինգրադ, բայց հարց է ծագում, այդ որ արագ փոխում էի կանոնը, այդ քաղաքը Պետրոսն էր սարքել 1703 թվին, ռուս-շվեդական պատերազմի արդյունքում 1700-ից 1721 թվականները։ Կարլ 12-ի հետ պատերազմի ժամանակ։ Բայց խնդիրը որն է, 1703 թվականին զորոյից սարքած քաղաքը դրած էր Սանկտ Պետերբուրգ։ Բայց եթե դուք Պետրոսի դեմ էիք, այդ ինչի է քաղաքը մինչև 24 թիվ դրել Պետրոգրադ։ Այդ Պետերբուրգը Պետրոգրադ սարքեցիք, Պետրոսի հետքերը կորցրիք։ Այդ ուրիշ գեղեցիկ սիրուն անուն չունեիք, դնեիք։ Դա նշանակում է 7 տարի ցարի անունը վրան մնացել էր, չէ, իմպերատորի։ Բայց դրանից հետո անմիջապես Լենինի անունը դրեցին բրծան, Լենինգրադ դրեցին։ Հիմա Ստալինը 24 թվին արդեն Լենինը մեռել է, ինքը իշխանության է եկել, 20, չնայած որ ինքը ավելի շուտ էր եկել, որտեղ Լենինին մեկուսացրել էին, բայց իրավաբանորեն ասենք, որ արդեն ինքը իշխանության էր եկել։ 25 թվականին ցարեցին քաղաքը, ցարի անունը հանում էիք, դրեցիք բանը Ստալինգրադ։ Բայց ինչ եք ցարի անունը թողել մինչև 25 թիվը։
Եթե տենց ցարերին չեք սիրում, ցարի ընտանիքին տարակ գնդակահարեցիք, դրանց դեմ հեղափոխություն արեցիք, բայց այդքանորին չէիք, քանտարին չէիք պահել։ Կամ էլ թե չէ, Ստալինգրադը, որ կենթանի մարդու անով քաղաք էիք դրել, հա, բայց քանի որ Լենինի անով դրել էին օղորմածիկի, արդեն ինքն էլ ասեց, դե քանի ամիս է իր աշխատել, որ գտար, որ պետք է մի հատ քաղաքի անունք ու կենթանության օրոք դնեն։ Կարելի է կարծել քաղաք է իր սարքել, մի հատ էլ քո անունը դնեին։ Ուրիշ քաղաքի անունը վրետ էին դրել։ Բացի այդ, եկավ Խրուշչովը ինչ արեց 53 թվականի քարը չթողեց, Ստալինին քննադատեց, հետմահու էլ հերն անիծեց, գցեց ենկում։ Անհատի պաշտանմունք, անհատի կուլտ եւ այլ եւ այլ։ Բա որ այդքանը գիտեիք, անհատի պաշտանմունք եւ այլ եւ այլ։ 56 թվականին էլ 20-րդ համագումարը ամբողջը նվիրված էր Ստալինին քննադատությանը։ Բա մինչեւ 61 թվի չէ այդ քաղաքի անունը Ստալինգրադ։ Հերոս քաղաքի անունը չէ Ստալինի անունը, եթե Ստալինը արդեն այտենց ամենավերջի հանցագործն էր։ Որտեղ է ձեր տրամաբանությունը։ Հա, ասма դե ամոթ ասма Ստալինգրադի ճակատամարտի անունի քաղաքը ոնց կարա որ գոյգրադելնի։ Հիմա ինչ եք առաջարկում։ Ղարաքիլիսայի ճակատամարտը 1918 թվականի մայիսի 25-ից 30-ը փառայեղ հաղթանակ կատարել հայկական բանակը։ Եթե այդ պատմաբանները կասեն, ես պատմաբան չեմ, շատ չեմ ուզում խորանամ։ Պատմաբանները կասեն, որ եթե այդ պատերազմ չհաղթեին, առաջ էին շարժում դեպի Երևան, դեպի Արարատյան դաշտավայր, դեպի Սևան։ Այդ ճակատամարտով փագեցին բոլորի դեմը։ Հիմա ինչ անենք։ Իմ հայրենի Կիրովականի անունը, որ Վանաձոր են դրել, հիմա դարձնեն Ղարաքիլիսա մենակ նրա համար, որ հանկարծ Ղարաքիլիսայի ճակատամարտի հետ բավոր չբռնի ոնց կլինի, ասեն Ղարաքիլիսայի ճակատամարտը Վանաձորում ա եղել։ Չէ, Վանաձորում չի եղել, Ղարաքիլիսայում ա եղել, հիմա անունը ուրիշ է։ Հիմա ինչ եք առաջարկում։ Վերականգնենք հին անունը, որպեսզի ճակատամարտի հետ բռնի։ Չէ, պարզապես ուղղակի իրանք ձև են գտնում Ստալինին հիշացնելու, որ այս երկրին Ստալին է պետք։ Այդքան մի բան։ Թե չէ այնքան անտրամաբանական բաներ կա։ Իհարկե անուններ կա, որ պետք է փոխել, վերանայել հին անունները բերել դնել, նախկին պատմական անուններ դնել կամ բարեհունչ անուն դնել, որովհետև նախկինները բան այդ հողի վրա իմիջիալոց մեր մոտ շատ ծայրահեղական բաներ են հասնում, էլի, քանի որ Ղարաքիլիսայի ճակատամարտը հիշեցինք, մենք պարտական ենք զորահրամանատար Նազարբեկյանին, չէ՞։ Բայց չգիտես ինչի է մարդը ծնվել է Վրաստանում։ Վրաստանում ծնվել է, Վրաստանում մեռել է, ցարական բանակի սպայ է եղել։ Այդ մարդը եղել է ոչ թե Թոմաս Նազարբեկյան, եղել է Ֆոմա Նազարբեկով։ Հա բա ամոթ չի, ոնց կարա Նազարբեկովը հայրենասեր լինի։ Բերեք անունը փոխենք Նազարբեկյան, որ փոխեցիք Նազարբեկյան, իսկ քանի հայկական ազգանով մարդեր փախել ճակատամարտից, իսկ Նազարբեկով Ֆոման այդ կռիվը կրեց։ Ժորժ ջան, այսօր Ռուսաստանում հայկական ազգանով մարդիկ ունենք։ Մարգարիտա Սիմոնյանն էլ ունենք, Տիգրան Քյոսայանն էլ ունենք, ընտանիք հանդերձ։ Լավ էլ հայկական անուններ ու ազգանուններ են, հետո լավ Մարգարիտան այդքան էլ հայկական ազգանուններ են, հետո ինչ անենք, ասեք։ Շատ հայրենասեր են։ Դա համար ծայրահեղության մեջ պետք չի ընկնել, եթե Պուտինն ուզում է ասի մեզ Ստալին է պետք, թող պահ կանգնի ասի, այս կարգի դերասանություններ պետք չի։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին փոխանցել է Եվրահանձնաժողովի նախազգուշացումն այն մասին, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի մասնակցությունը Մոսկվայի մայիսի 9-ի տոնակատարություններին կարող է բարդացնել այդ երկրի Եվրամիության անդամակցելու բանակցությունները։ Եվրահանձնաժողովը մնում է այն դիրքորոշմանը, որ Եվրաանդամության թեկնածու երկրները չպետք է սերտ հարաբերություններ պահպանեն Ռուսաստանի հետ, կարծես ոչինչ չի եղել։ Եվրահանձնաժողովն ակնկալում է, որ Սերբիան կհաստատի իր ռազմավարական առաջնահերթությունները, ավելի վաղ եվրոպական դիվանագիտական ղեկավար դիվանագիտության Կայա Կալասը զգուշացրել էր դաշինքի անդամակցության թեկնածուներին Մոսկվայում հաղթանակի օրվա տոնակատարություններին չմասնակցելու մասին, զգուշացնելով, որ նման քայլը լրջորեն կընդունվի։ Իհարկե Սերբիան 2009 թվականին է դիմել Եվրամիության անդամակցության համար 2012 թվականին թեկնածուի կարգավիճակ է ստացել եւ եվրոպական երկիր, որը ձգտում է դեպի Եվրամիություն, այս կարգի սխալի պատճառով կարող է պարզապես process-ից դուրս մնա։
Բայց դա մենակ նրանց չի վերաբերում, տեխնազուներին ասում են, բա այն երկրները, որոնք ձգտում են դրան գնալ, որի փրթե Հայաստանն էլ ոնց որ թե ձգտում է գնալ, տեսնում ենք թե ոնց է ձգտում, մեկ էլ մայիսի 9-ին մերոնք գնան այնտեղ կանգնեն։ Հետո ինչ ենք արդարացնելու, ոնց ենք մենք դա բացատրելու այսպիսի հայտարարություններից հետո։ Իսկ նույն Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոստն ասել է. Մենք դեռ Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու հայտ չենք ստացել, երբ ստանանք կքննարկենք։ Այն ինչ տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանում ցույց է տալիս, որ Եվրամիության գրավչությունը հիմա ավելի բարձր է, քան նախկինում։ Անցած ամիս Հայաստանի խորհրդարանն ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։ Միաժամանակ պաշտոնական Երևանը հայտարարում է, թեև օրինագիծը համահունչ է Եվրամիության հետ հարաբերությունների խորացման ծրագրին եւ Հայաստանի որդեգրած բալանսավորման արտաքին քաղաքականությանը, սակայն այն Եվրամիության անդամակցության հայտ չէ։ Մեր իշխանություններն ասել են, նրանք էլ լսել են։ Այդ դիմումը ներկայացնելու համար Հայաստանը մի շարք ընթացակարգեր պետք է անցնի, երբ լինի կդիտարկենք, ասել է Մարտա Կոսը։ Սա այն է, որ մեռանք ասելով, որ այդ փաստաթուղթը ընդհանրապես հարճակագիրը ընդունվեց օրենքի տեսքով, ընդհանրապես գործընթաց, որի մեջ ոչ պարտավորություններ կա, ոչ ժամկետներ, մենակ նրա համար, որ ձախողվեր, հանրակվեն, որտեղ եթե հանրակվեն լիներ, հանրակվեն հստակ պարտավորեցնելու էր իշխանությանը հայտ ներկայացնել, երբ կընդունվեց, բայց այսօր հայտը ներկայացրու, բայց քանի որ նախաձեռնողները ստորագրահավաք արեցին, որպեսի հանրակվե անեն, բայց բավարարվեցին օրենքով եւ հաջորդ քայլին չգնացին, դրանով իսկ կանխեցին նաև հանրակվե անցկացնելու մյուսների նախաձեռնությունը, որտեղ դեռ նույնանման հանրակվե կամ օրենք ընդունելու համար ժամկետների խնդիր կա, արդեն նոր ընտրությունները կմոտենա։ Եվ արդյունքում ստացվեց, որ մեզ ասում են ձեր արածն ինչ է, մի հատ դիմում գրեք, որ նոր մտածենք, ձեր հարցերը քննարկենք։ Առավել ևս, որ դուք օրենքը ընդունում եք, անմիջապես իշխանություններն ասում են, սա հայտ չի։ Դե մենք էլ ասում ենք, լսել ենք, դիմում գրեք, որ քննարկենք։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, Ռուսաստանը եւ Եվրոպայի միջև հարաբերությունները վաղ թե ուշ անպայման կվերականգնվեն։ Իրավիճակն այժմ ավելի բարդ է, քան հայրենական պատերազմի ժամանակ էր։ Սպիտակ եւ սև, կարմիր եւ շագանակագույն։ Ես կասկած չունեմ, որ վաղ թե ուշ մեր հարաբերությունները Եվրոպայի հետ կվերականգնվեն։ Դա կասկածից վեր է։ Եվրոպայում շատ մարդիկ կան, որ կիսում են Ռուսաստանի դիրքորոշումը, բայց ոչ բոլորն են այդ մասին խոսում, ասել է Պուտինը։ Իսկ հիմա նայենք, որ նորից հիմա Ադրբեջանը հերթական, ինչպես տեսնում եք, ամեն օր, գրեթե ամեն օր ասում է, որ Հայաստանի կողմից կրակել են 1, Հայաստանը զինվում է 2, Հայաստանը սահմանադրությունը չի փոխում, ԵԱԿ-ի լուծարման, Մինսկի խմբի լուծարման հարցը, ով ձեռներն ընկնում է, մի հատ խամական չգտնում է, նույն բանն է։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյուն Բայրամովն ընդունել է Հյուսիսային Մակեդոնիայի պատվիրակությանը, արտաքին գործերի եւ առևտրի փոխնախարար Ժոհանա Դիմիտրևսկուի գլխավորությամբ Բայրամովն Հյուսիսային Մակեդոնիայի պատվիրակությանը տեղեկացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրողությունների, Բաքվի եւ Երևանի միջև կարգավորման գործընթացի, ինչպես նաեւ վերջնական խաղաղության կնքմանը խոչընդոտող գործոնների, Հայաստանի սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների եւ ԵԱԿ Մինսկի խմբի լուծարման հարցի մասին։ Ցանկացած պարագայում նա փորձում է մեղադրի Հայաստանը։ Կարող ասենք իրանց հերն էլ անցած ինչ ուզում ասեն, բայց Հայաստանի իշխանություններն ասում են, մեզ Ադրբեջանից է կախված մեր խաղաղությունը, ասում են հասկացեք, պատերազմ չի լինելու, Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք։ Ադրբեջանն ասում է, դու զինվում ես, խաղաղության էլ չես գնում, մեր տարածքի վրա էլ կրակում ես։ Ոնց է, ում հետ ես խաղաղության գնում։ Համարենք, որ մենք այդ մասին չենք խոսում, դա ինձ պատերազմը վերացավ։ Այդ տենց եղավ, նախորդ անգամ էլ տենց եղավ, հետո ասիկ չէինք ուզում ժողովրդին ճիշտն ասենք, բայց ճիշտը սա էր։ Դրա համար սա էլ տեսնում եք, այս լարված իրավիճակը ինչքան կարևոր է։ Իսկ այն, որ Վլադիմիր Պուտինը հայտարարում է, որ իրանք գնում են դեպի Եվրոպայի հետ հարաբերությունները պետք է լավացնեն, իսկ ով էր ձեզ ասում, որ Եվրոպայի հետ վատացնեք, նո կամ ինչի համար վատացրեցիք։ Հիմա մի հատ բան հիշեցնեմ, հատուկ այդ նպատակի համար։ Առավոտ օրաթերթում մի հատ հարցազրույցից մի հատ կարճ հատված կարդամ։ 16-7-րդ ամիս 2010 թվական Ռուսաստանն ինքն է շարժում դեպի արևմուտք, արձանագրում է Էդվարդ Տանտինյանը։ Էդվարդ Տանտինյանն առավոտի ուշադրությունը հրավիրեց հետևյալ հանգամանքի վրա։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը վերջերս հայտարարեց, որ իրենց երկրի արտաքին քաղաքական հայեցակարգի օրակարգում առաջին հերթին Եվրամիությունն է, երկրորդ հերթին ԱՄՆ-ն եւ երրորդ հերթին ԱՊՀ երկրները։
Ինչն է շատ տարօրինակ։ Տարիների ընթացքում անընդհատ ներկայացնում ենք, որ Հայաստանի համար որպես արտաքին քաղաքական զարգացման ուղենիշ պետք է լինի եվրոինտեգրացիան։ Նշում էինք, որ արևելքում մենք նման համակարգեր չունենք, որ մենք քաղաքակրթական արժեհամակարգային առումով դեպի արևմուտք ենք, բայց Հայաստանում փորձում էին ճնշել այդ կարծիքները, անգամ որպես այլընտրանքային կարծիքի էին դեմ, որ դա Հայաստանում հնչի։ Ասում էին, թե մենք չպետք է դավաճանենք Ռուսաստանի շահերին, պետք է շարժվենք դեպի Ռուսաստան։ Այսօր ինչ է ստացվում։ Ռուսաստանն ինքն է շարժում դեպի արևմուտք։ Տպավորությունն այնպիսին է, որ մենք գնում ենք Ռուսաստան, մեկ էլ տեսնում, որ Ռուսաստանը տեղում չէ, բայց տարածքում է։ Եվ Ռուսաստանը դեպի արևմուտք է գնացել։ Էդվարդ Անդինան նաև հիշեցրեց, տարիներ շարունակ ասել են, որ եվրոինտեգրացիան ոչ միայն Հայաստանի ուղղությունն է, այլև դեռ 2006 թվականին հոդվածներից մեկում հստակ նշել եմ, որ անգամ Ռուսաստանի ճանապարհն է դեպի եվրոինտեգրացիա, եւ այսօր բարեբախտաբար Ռուսաստանն ինքն է ընդունում, որ այդ ճանապարհը ճիշտ է։ Այսինքն մեզ մեղադրում էիք, բայց Ռուսաստանն ասում է մեր առաջնահերթությունը Եվրոպան է։ Ինչից հետո առաջնահերթությունը Եվրոպան չդառավ, որովհետեւ Վլադիմիր Պուտինը, որ որոշել էր 2 ժամկետից հետո գնալ տուն, մեկ էլ հասկացավ, որ ինքը չի գնալու, ասում էր հիմարություն է 2 ժամկետից ավել մնա, 7 տարի որ մնաս կգժվես, բայց 25 տարի ոնց մնացիր։ Մի հատ ընդմիջումը, որ Մեդվեդևն էր, բայց իրականում դու էիր ղեկավարում։ 2 ժամկետ աշխատեցիք, մի հատ Մեդվեդևն աշխատեց, դրանից հետո նորից էլի ընտրվեցիր, մի հատ հրամանագրով զրոյացրեցիր, այդ բոլորը հեչարեցիր, որ նորից մի 2 ժամկետ էլ ընտրվես։ Այդ դրա համար դու Եվրոպայի ինտեգրացիայի ճանապարհով չպետք է գնայիր։ Եվրոպայում քեզ սպասող չկար։ Գնացիր օկուպացրեցիր Ղրիմը, որի պատճառով դարար թշնամի։ Բայց Եվրոպայի հետ աշխատեիք, ով է ծերներդ բռնե։ Բայց Պետրոսից էինք խոսում, Պետրոսը եվրոպական քաղաք էր սարքե։ Ալեքսանդր առաջինը Նապոլեոնի հետ կռվում էր, գնաց հասավ Փարիզ, բայց դրանից հետո Եվրոպայի անվտանգության կոնցերտը ստորագրեցին, առաջի գերտերության հիմք դրեցին դրանով Եվրոպայի անվտանգության, Անգլիան, Ավստրիան եւ Ռուսաստանը, որպես գերտերություններ Եվրոպայի անվտանգության հիմքը դրեցին դրանով։ Բանեիք, ով էր ձեռներդ բռնել, գնացիք ընկաք նորից հիշեցիք ձեր թաթարական անցյալը։ Բայց Եվրոպայի մաս էիք։ Այս Սուվորովն ինչ էր կորցրել Ալպերում, Եվրոպայում չէր։ Բայց դուք դրա մաս էիք։ Դուք ընտրեցիք արևելքի գիրկը ընկնելը, որտեղ այնտեղ ձեզ բռնապետներին սիրում են։ Հետո մեղադրում եք արևմուտքին, ինչի ասում ուզում եք Եվրոպայի հետ լավանանք։ Բա լավ է եկելի, ով էր ձեռներդ բռնել։ Դրա ամբողջական մաս չէիք։ Մեծ ուտնյակի անդամ էիք, դեռ այդ քաշը ունեիք։ ՆԱՏՕ-ի հետ հավասար նստում հարց էիք լուծում, ՆԱՏՕ բլուզ Ռուսաստան։ Աշխարհի աստծուց կրակ էիք ուզում։ Հիմա նոր եք խելքի եկե։ Արևմուտքի արասներն եք հիշում, պատերազմի եւ մեկ էլ հիշում եք, որ այնուամենայնիվ դի Եվրոպայի հետ լավանակ։ Բայց դրա համար եմ այս բաները հիշացնում, որտեղ մարդիկ կան, ոնց որ լավ չեն ուզում անցյալը հիշացնես։ Էս է եղել ժողովուրդ ջան, որ մեզ ճղում էինք, ասում էինք, չէ, պետք է գնանք Մոսկվա, այսինքն Բրյուսել գնալու համար Մոսկվայով ենք գնալու, չենք կարող ուղիղ Բրյուսել գնանք։ Մոսկվան ինքն էր, մեզ որ ասում են դավաճանում եք, Ռուսաստանն է մեզ դավաճանը, մենք իր այդ բոլոր պայմանագրերը կնքել ենք Եվրոպա գնացող Ռուսաստանի հետ։ Լավ, այսօր շատ չհոգնեցնեմ ձեզ, այսօր այսքանը, դիտեք եւ դատեք ինքներդ, շնորհակալություն։